դեռ փոքր հասակից շատ եմ սիրել խաղեր խաղալ։ Խաղեր խաղալը իմ համար եղել է, որ պետք է խաղը ներբեռնես, խաղաս ու այդքանով խաղային ոլորտը սահմանափակվում է։ Բայց չի պատկերացնում, որ հնարավոր կլինի այս տարիքում, այն էլ աղջիկ լինելով, այն էլ Գյումրուց, հնարավորություն ստանալ, որ կարողանամ իմ սեփական խաղը ստեղծեմ։ Այդպես ոգևորվեցի, նաև իմ ընկերուհիներին պատմեցի ու այդպես դիմեցինք։ Ծրագրի ընթացքում եւ փափուկ հմտություններ ենք ուսումնասիրել եւ կոշտ հմտություններ, փափուկ հմտությունների մոտ շատ լավ են այսպես տպավորվել, օրինակի համար էմպաթիան, հմպային աշխատանքը, ինչպես նաեւ կոնֆլիկտների լուծումը, ինքնահարումից ինչպես զերծ մնալ եւ այլն։ Ու այդ ամենը մեզ շատ օգնեց ընդհանուր խմբում հանգիստ ու ներդաշնակ աշխատելու համար։ Իսկ կոշտ հմտություններից Unreal Engine ենք ուսումնասիրել, որտեղ ես եւ կոդինգն եմ ուսումնասիրել, եւ պատմություն մշակելը, եւ դիզայնը։ Մեր թիմը ամբողջ ծրագրի ընթացքում ամենամեծն է եղել, 13 հոգի ենք եղել, ուստի շատ տարբեր կարծիքների միջից համենայն դեպս եկանք այն ընդհանուր հայտարարի, որ կարելի է Cessna ծռեր էպոսը ներկայացնել։ Մենք մտածում ենք ինչ կերպար վերցնել։ Սասնցի Դավիթին, թե ուրիշ կերպար, ու մտածեցինք, որ ավելի լավ կլինի մենք փորձենք լուսաբանել ուրիշ կերպարների, կին կերպարներին, օրինակի համար հենց առաջի կերպարին, որ մենք հանդիպում ենք էպոսում, Ծովինարն է։ Հենց Ծովինարին ուզեցինք ներկայացնել ու իր պատմությունը։ Մեր խաղի միջոցով փորձեցինք ցույց տալ, որ մեր Cessna ծռեր էպոսում կան ոչ միայն հայ հերոսներ, այլ նաև հայ հերոսուհիներ, ու փորձեցինք ցույց տալ հայ կնոջ հավաքական կերպարին, որ իրականում շատ ազատասեր է, ազատամիտ է